Հանվեր։ Քրոջը տան ես, չէ՞։ Դուրս արի։ Հաստեղ եմ, բայց ինչ ա եղել։ Ասում եմ, հասնում եմ, դուրս կգաս։ Հասկանում ես, չէ, որ եթե ես չգնայի սրճարան ու չտեսնեի, որ այնտեղ չես, հիմա այս ամեն ինչը սենց չէր լինի։ Բայց ես բացատրեցի, չէ։ Ես չէի ուզում քեզ տեսնել։ Կլինի էլ այդ թեման չբացենք։ Արդեն ինչ որ ասելու էր, իրար ասել ենք։ Լավից թե վատից ասել ենք։ Հիմա հասկանալու ժամանակն է։ Իսկ ես շատ բան եմ հասկացել։ Ու ինչ։ Այն, որ ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Հա, ինչ որտեղ դու ճիշտ ես։ Այս ամեն ինչը ես թույլ տվեցի, որ ազդի մեր վրա։ Այս խոսակցությունները, այս ամեն ինչը։ Բայց հասկանում ես, այդ չի կարա նպաստի նրան, որ ես քիչ սիրեմ քեզ։ Երբ առաջին անգամ իրար տեսանք, էլի սենց ձեռքդ դրեցիր այդիս ու ասեցիր, որ նուրբ է։ Դե ոնց ասեմ, հիմա էլ շատ բան չի փոխվել, Բայց ինչ։ Դե ճիշտ է, հիմա էլ եմ շոյում այդդ, բայց հիմա ավելի շատ կրեմ եմ զգում, քան դեմքդ։ Ինչ ոտն ես։ Ասա, որ նեղացած չես։ Նեղացած չեմ։ Ես այդքան էլ ուժեղ չեմ, որ քեզանից նեղանամ ու իմ կյանքով ապրեմ։ Ես քեզ ասել եմ, որ ես ոչ մեկին չեմ սիրել։ Ոչ միայն տղամարդու, այլ մարդու։ Մանկատան երեխան չգիտի թե սիրել ինչ է։ Որ առաջին անգամ քեզ տեսա, հետո մամայիդ, ու երբ մամատ առաջին անգամ մեզ ճաշ լցրեց, ես ուզում էի լացեի։ Ես հասկացա, որ ես արդեն ընտանիք ունեմ, ու հիմա քեզ կորցնելով ես կկորցնեմ իմ ընտանիքը։ Սիրում եմ քեզ։ Եթե հանկարծ ինչ-որ սխալ բան անեմ, Ամեն ինչ նորմալ է։ Նստի մեքենա։ Ուր ա սեդան։ Էլ են քեզ ասում եմ նստի մեքենա, լավ չես հասկանում։ Այս պատմությունը ուշ թե շուտ կավարտվի։ Ու այդ աղջկա կյանքից քո անունը կջնջեն։ Հուսանք այդ օրը, որ շուտ կգա։ Հուսանք։ Գործի տեղից են զանգում, պետք է գնամ, ասել էի կես ժամից կլինեմ, բայց արդեն մի ժամ ուշանում եմ։ Դե արի գնացինք։ Չէ, ես կգնամ։ Զգում ես, որ արդեն երկրորդ անգամ չես թողում քեզ ճանապարհեմ։ Նենց է, որ դու կարող ես ինձ ամեն օր էլ ճանապարհել, բայց ես քո մասին եմ մտածում։ Դե գնացինք։
Մամ, Սեդան նվերի հետ չի։ Ոնց նվերի հետ չի։ Համել դու ինչ գիտես, բալես։ Չէ, նվերի հետ է հաստատ։ Մամ, Էլենը նվերի հետ հենց նոր գնացին, Սեդան իրանց հետ չէր։ Հաստատ։ Հաստատ, մամ, հիմա էլ պապային չենք ասելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք Ադամյան Հարութի հետևից ենք եկել։ Ձերբակալման հրաման ունենք։ Ոնց թե ձերբակալման հրաման։ Ես ինչ եք ասում։ Տիկին, ավելի լավ է ասեք թող գա։ Տանը չի։ Ու կարողա չգա էլ։ Մի բարդացրեք վիճակը։ Եթե անգամ տանը չի, զանգեք, ասեք թող գա։ Եթե 3 ժամվա ընթացքում չներկայանա բաժին, որոնում կսկսենք։ Հիմա դու ինձ ասում ես այդ Հարութն ու Սեդան իրար որտեղից են ճանաչում։ Այսինքն, ինչա նշանակում որտեղից են ճանաչում, ինչի ճանաչում են։ Էլեն կարաս հարցից հարցով չպատասխանես։ Տեղից ահավոր ներվայնացած եմ։ Նվեր ջան, որովհետև չեմ հասկանում, ինչ հարց ես տալիս։ Բա ինչ անեմ։ Գիտես այսօր այդ սիրելի ընկերուհիդ ինչ էր ասում։ Ինչ։ Լեզուս էլ չի պատտվում ասեմ։ Ասում է ինչ կատարվել է իր կամքով է կատարվել, հասկանում ես։ Ինչ ես խոսում։ Ես չեմ հավատում։ Ես էլ չեմ ուզում հավատամ։ Բայց արդեն չգիտեմ ինչ մտածեմ Սեդայի մասին էլ։ Ինձ թվում է ուղղակի քեզ բարկացնելու համար է տենց ասել։ Անհնար է նման բան։ Էլեն, ես գիտեմ այդ ամեն ինչը ինքը ինչի համար ասեց։ Հետո ինձ բացատրել է, բայց կար դիտավորություն այդ ամեն ինչի մեջ։ Ես արդեն կասկածում եմ, ես արդեն չգիտեմ հավատամ իրան թե չէ։ Ու եթե դու բան գիտես ու ինչ չասես, ես մտածել եմ, որ դու քեզ առաջինը չես հարգում։ Նվեր, ես իսկապես ինչ գիտեի ասել եմ։ Ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Լսի, բացառվում է, ընկերուհիդ է հասկանում ես ամենամոտիկ։ Ինքը քեզ պատմած չլինի նոր ծանոթությունների, նոր տպավորությունների մասին։ Չէ, իսկապես ոչ մի բան չի պատմել։ Ես էլ բոլորիդ նման իմացել եմ, որ նոր են հանդիպել Հարութի հետ։ Թե դրանից առաջ իրանք իրար ճանաչել են, ես իսկապես տեղյակ չեմ։ Կգժվեմ ես այս վիճակից։ Կգժվեմ, հասկանում ես։ Նվեր, հավատա, եթե ես իսկապես իմանայի, որ Սեդան քո տիկունքում ինչ-որ ուրիշ մեկի հետ է շփվում, ես դրա մասին քեզ իսկապես կասեի։ Ես մի կողմ կդնեի այն փաստը, որ Սեդան իմ մոտիկ ընկերուհին է, բայց ես իսկապես տեղյակ չեմ։ Բայց հաստատ կասեիր։ Հաստատ։ Ու այդ լավությունը դու ինչի համար ինձ պետք է անեիր։ Իմանալով հանդերձ, որ ես իմանամ պետք է սպանեմ Սեդային։ Նրա համար, որ չխաբվես։ Էլեն ես եմ ներվայնացած, բայց ավելի հավասարակշռված եմ։ Հասկանում ես ինչ ես խոսում հիմա։ Ես չգիտեմ, թե Սեդան քեզ իսկապես ինչ է ասել, բայց ես էլ արդեն ինչքան այս պատմության մեջ խորանում եմ, գնալով համոզվում եմ, որ Սեդան ինչ-որ բան թաքցնում է, ու այս ամեն ինչի մեջ ինչ-որ տարօրինակ մի բան կա։ Փաստորեն դու ինչ-որ բան գիտես, չէ՞ որ կասկածում ես։ Ես ոչ մի բան էլ չգիտեմ։ Ուղղակի ես էլ արդեն Սեդային չեմ հասկանում։ Եթե ես իմացա, որ դրանց մեջ ինչ-որ բան ա եղել,
Երկուսին էլ լուսահոգ եմ սարքելու։ Այդ ամեն ինչը դու լավ հիշի։ Ինչ ես խոսում։ Դու քեզ հարց տվել ես, այս կյանքում կա ինչ-որ մեկը, որ արժանի ա ում պատճառով դու մարդասպան դառնաս։ Խնդրում եմ, մի քիչ էլ գոնե քո մասին մտածի։ Հա, մամջան։ Հարութ ջան, դու չգաս այսօր, չգաս, Ինչի, ինչ ա եղել։ ոստիկանությունից էին եկել, ձերբակալման հրաման ունեին, բալ ջան, Ինչ։ ասեցին, որ եթե չգնաս, որոնումներ են տալու, բալ ջան, դու չգաս այսօր, խնդրում եմ, այսօր չգաս, չգաս, դու չգաս, խնդրում եմ, Մամջան, դու հանգիստ եղի, կգամ ու ամեն ինչ կպարզենք։ չգաս, չգաս, Մամջան, ցավդ տանեմ, դու գիտես, որ ես անմեղ եմ, ոչ մի բան չեմ արել, հանգստացի, լավ։ չգաս, 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 Էլեն դժվար է հարցիս պատասխանել, պարզ հարց եմ տվել, նվերը չգիտիս Էդան ուրա։ Հա հասկացանք, հետո ինչ որ կողքդ մարդ կա։ Ինչ։ Լուիս քեզ տեսնողին։ Քեզ մեկ սենյակից անել չի լինում, մեկ էլ որ դուրս ես գալիս, պիտի Աստված կանչենք, որ հետ գաս տուն։ Սյուզի կլինի ինձ ընդհանրապես չնկատես։ Ես հասկանում եմ, որ մենք նույն տանն ենք ապրում, բայց խնդրում եմ, քանի որ մեր մոտ շփվելը չի ստացվում, ավելի լավ է ինձ մի նկատի, հա։ Իսկ կարող քեզանից է, որ չի ստացվում։ Սեդա։ Ինչ լավ է, որ եկել ես, վախեցել էի։ Ինչի արև ես։ Որովհետև երեխեն զանգելա քեզ, մյուս կողմում գորգորոցներ ա լսել։ Աման ասում է դու նվերի հետ էի, բայց դու նվերի հետ չէիր, չէ։ Ես նվերի հետ էի, ու վախենալու ոչ մի բան չկա։ Ասա։ Ես չգիտեմ ինչ ես ասել նվերին։ Այսինքն գիտեմ, ուղղակի պատճառը չեմ հասկանում։ Հետո։ Գնաց Մինասի մոտ։ Կարծում եմ մնացածը չասեմ, դու ինքդ կհասկանաս։ Կուզես միասին դուրս գանք։ Հա, շատ։ Բայց նոր ես եկել տուն։ Հա, նոր եմ եկել, բայց այս տանը մի րոպե ավել չեմ ուզում մնամ, որովհետև ամեն քայլիս հետ ինչ-որ բան է ծանրանում ուսերիս, ավելի լավ է դուրս գամ։ Ինձ հարցնող չկա։ Մամ, մեր բակում ենք լինելու։ Լավ, հեռախոսիդ ուշադիր կլինես։ Մարդու աչքը որ վախենում է, այլ բան չեմ ասում։ Երեխես հետը տա, բայց շատ շուշանակ, լավ։ Սիրունս դե գնա կոշիկները թակի, որ դուրս գանք։ Լավ։
գնացինք։ Գնացինք արևս։ Շուտ կգաք, Մինասը հեսա տուն ա գալու։ Լավ։ Լավ ես ման։ Լավ, այսօր ինձ հարցնող եղել է, չէ։ Լավ անջան։ Ես գիտես այս ամեն ինչից հետո ինչ եմ հասկանում, որ դու դիտավորյալ ես անում, որ դու հասկանաս ես ինչ ռեակցիա կտամ։ Ու տենաս պետքա խոսաս թե չէ։ Լսի դու ինչ չես լսում։ Նորից եմ ասում։ Դու արդեն ինձնից զզվում ես ու կարևոր չի դրանից առաջ ու հետո ինչ ա եղել։ Գժվել ես։ Ոնց կարևոր չի, քո համար կարևոր չի, քո կամքով ա եղել, թե բռնություն ա եղել։ Դու գժվել ես, հասկանում ես ինչ ես խոսում։ Դու ինձ հունից հանում ես։ Մի տեսակ արդեն կարոտեցի քեզ, չեմ հասկանում ինչից կլինի։ Մի րոպե սպասի։ Մենք պետքա խոսենք ու հենց հիմա։ Դու ինչ ես անում ստեղ։ Լսի տես, ես շատ քիչ ժամանակ ունեմ։ Հենց հիմա քնչականում նստած ինձ են սպասում։ Դու երևի թե հասկանում ես, չէ՞ որ հեչ ճիշտ չի, որ քեզ օգնելու համար պիտի գնամ նստեմ։ Կարող է հիմա լսես։ Իմ սիրուն աղջիկ, դու հիշում ես, չէ՞, որ ես քեզ ասել եմ, որ խաբելը շատ վատ բան է։ Հա։ Հիմա էլ եմ այդ ասում։ Խաբելը շատ վատ բան է, ու պետք չի երբեք ոչ մեկին խաբել։ Ուղղակի դու հիմա պիտի հասկանաս, որ այս ուրիշ դեպք է։ Ու հիմա իմ համար այս մարդու հետ խոսելը շատ կարևոր է։ Ես քեզ հիմա տուն կտանեմ։ Բայց խնդրում եմ, դու տանը ոչ մեկին չասես, հա, որ ես հանդիպել եմ ինչ-որ մեկին ու խոսում եմ հետը։ Ինքը ինձ օգնել է։ Հիմա էլ ես պիտի իրան օգնեմ։ Սյուզ, երեխան չի ուզում դուրս գա։ Ես մենակ կգնամ մի քիչ մաքուրոտ շնչեմ, արագ հետ կգամ, լավ։ Դու ուր ես գնում։ Ուզում եմ դուրս գամ մի քիչ քայլեմ։ Իրար հետ դուրս կգանք, համ էլ խոսալու բան կա։ Այդ տաքսիստին ձերբակալելու հրաման ա եկել,
որտեղ իր ալիբիները չի հաստատվում։ Համել ծաղիկ պատվիրողը չկա։ Ու տենց շատ բաներ։ Հիմա էլ տաքսիստը չկա։ Չեն կարող գտնեն։ Եվ կասկածում են, որ միտեղ ուզում է թաքնվի։ Դրա համար եմ ասում, մենակ մի դուս արի։ Չգիտենք դրա մտքին ինչ կա։ Մինաս կլինի է այս մասին հետո խոսենք, հիմա իսկապես ուզում եմ շուտ արագ դուրս գամ, որովհետև մաքրոթի կարիք ունեմ։ Քեզ այս նորությունը չզարմացրեց, հա ոնց որ։ Շատ կասկածիլ ես քեզ պահում, ոչ հարցեր ես տալի, ոչ էլ պաշտպանում ես։ Ես երբեք էլ չեմ պաշտպանել ինչ-որ մեկին։ Ուղղակի ձեր մոտ է տես տպավորություն ստեղծվել։ Ես ընդհանրապես չեմ ուզում, որ անմեղ մարդ պատասխանատվության ենթարկվի։ Արի դուս գանք, դուրսը խոսանք, չեմ ուզում երեխու մոտ։ Սպասի Մինաս։ Ես իմ սենյակ կգնամ, պապ։ Դուք հանգիստ խոսացեք։ Չհասկացա։ Ասագոր։ Ուր ես։ Դու գիտես, որ հետևից տեն եկել ու 3 ժամ են տվել։ Նենց ես անելու սկսեն մտածել, որ փախած ես մանգալի, հա։ Հա, գիտեմ ես այդ ամեն ինչը, բայց եկել եմ այդ աղջկան նորից տեստեմ։ Ինչ։ Ինչի համար կամ ինչ ես խոսալու այդ աղջկա հետ, այդ քեզ ինչա տալու։ Գոր չես հասկանում, որ մենակ ինքը կարա իմ անունը մաքրի այս պատմության միջից։ Ոստիկանությանը ոչ մի բան պետք չի, մեղադրյալա պետք, ինձանից էլ լավ մեղադրյալ։ Ես չեմ հասկանում այդ աղջկա աղբերը չի ուզում իսկականից պարզի ով ա եղել։ Չգիտեմ, աղբերս, չգիտեմ։ Ով իմանա սրանց նմանների տակը ինչ կա։ Չգիտեմ, բայց նենց արա, որ նորից հետևիցը չգան։ Արուտ մամատ վատ է։ Անընդհատ քեզանից է հարցնում, ես էլ չգիտեմ ինչ ասեմ, ասում է ասա թող գնա քաղաքից, բայց ես էլ դու էլ գիտենք, որ այդ հարցի լուծում չի։ Դե հա, հասկանում եմ, լսի ինչ ես անում, մամայի կողքից մի մետր տեղ չես գնում, հասկացար, կավարտեմ կզանգեմ։ Մի տեսակ վախեցած ես։ Չէ, վախեցած չեմ։ Դե ես քեզ ասում եմ մնա տանը։ Պետք չի դուրս գալ։ Այդ տաքսիստը փախած է։ Չգիտենք իր մտքին ինչ կա։ Կարող է հասկանա, որ շատ վատ դրության մեջ է ու փորձի քեզ վնաս տա։ Դու չես վախենում։ Ես չեմ կարծում, որ ինքը կփորձի ինձ վնասել։ Այդքան վստահություն ունի քո մոտ։ Ուղղակի այդ մարդը ինձ այդ դեպքից հետո է հանդիպել ու օգնել է ինձ։ Ինչի պիտի օգներ, եթե ցանկություն ունենար վնասելու։ Այսինքն ուզում ես ասես ինչ-որ բան ես հիշել։ Ինչ-որ շատ վստահ ես։ Կարող է բան ես հիշել։ Չէ, այդ պահն եմ հիշել, ես արդեն փողոցում եմ, երբ որ մեքենան եկավ։ Զարմանալի է, որ հենց այդ պահն ես հիշել։ Դու հիմա ուղղակի չես պատկերացնի, ոնց են ինձ ճնշում ես քո ասածները։ Դու չես պատկերացնի ինչա կատարվում գլխումս։ Իսկ դու պատկերացնում ես իմ գլխում ինչ է կատարվում։ Ես ինձ փորձում եմ հանգիստ պահել, բայց ես հանգիստ չեմ։ Ես ինքս իմ վրա եմ զարմանում, թե ոնց եմ այսքան են դիմանում։ Նվերներ եկե մոտս։ Խելագարված վիճակում։ Ասում էր, ինչ որ իրան բան ես ասել, որ ինքը չգիտի հավատա թե չէ։ Անես բաներ էր խոսում, որ ես չէի հասկանում ինքը ինչ է ասում։ Ինչ ես ասել իրան։ Նվերը ուղղակի հիմա վատ վիճակում է։ Վիճել ենք, որովհետև իրան անընդհատ թվում է, որ ես խաբում եմ։ Իրան թվում է, որ իմ ամեն բառի տակ սուտ կա։
Ես էլ չեմ պատրաստվում անդադ արդարանալ։ Վիճել ենք դրա համար էլ մոտդ եկել, որ թեթևանա։ Դե այդտեղ ու վիճակը կարելի է հասկանալ։ Մի քիչ զիջողի։ Հա, իհարկե։ Ես միշտ կզիջեմ։ Բոլորիդ կզիջեմ, ես եմ, չէ՞ մեղավորը։ Ես ինչի պիտի ինքս ինձ արդարացնեմ։ Իսկ նվերին շնորհակալություն կհայտնեմ։ Կչոքեմ իրա դիմաց, որ ես մատանին դեռ ձեռքիս է։ Ես դուրս եմ գալիս ու խնդրում եմ ոչ մեկը չգաք հետևիցս։ Դու չես հասկանում, որ այս տանը ամենաշատը ես ունեմ հասկացված լինելու կարիք։ Բայց ես այդ ոչ մեկիդ կողմից չեմ զգում։ Անգամ սովորական դուրս գալը, բակում նստելը արգելված է դարձել իմ համար։ Որովհետև բոլորդ մտածում եք, որ ինձանից ավելի լավ եք հասկանում, թե ինձ ինչա պետք։ Ու այդ ձեր ասած նախադասությունը քո լավի համար է։ Այդ պատնեշները ավելի են ճնշում մարդուն ու ստիպում են, որ մեղավոր զգա իրան։ Մի քանի օր առաջ դու ինձ համոզում էիր, որ ես սենյակից դուրս գայի, որ շարունակեի ապրել։ Իսկ հիմա հետ սենյակ ես ուղարկում։ Ես էլ եմ ուզում, որ դու շարունակես ապրել, բայց հիմա սենց է պետք, ու դու պարտավոր ես ինձ լսես։ Ալո։ Դուրս կգաս, սպասում եմ։ Չէ։ Եկել հասել եմ ստեղ, որ քեզ տենամ։ Ես չեմ ասել, որ գաս։ Ճիշտ է, եկել եմ, բայց մինչև քեզ չտենամ չեմ գնալու։ Լսի, դու լրիվ փորձանք ես իմ գլխին, դու չես հասկանում, որ ես ընդհանրապես ցանկություն չունեմ քո հետ շփվելու։ Ինձ քո հետ շփվելու ցանկությունն է հասրել ստեղ։ Որ ուրիշ բան ուզում ես, բայց ուրիշ բան ցույց ես տալիս։ Իսկ դու ինչ գիտես, թե ես ինչ եմ ուզում։ Ես այդ լավ եմ զգում։ Չեմ ուզում։ Ու առհասարակ ինձ քեզանից ոչ մի բան պետք չի, բացի նրանից, որ վերջապես հասկանաս ու էլ ընդհանրապես չգաս։ Այս տողերդ արդեն անգիր եմ արել։ Երանի անգիրանելու հետ մեկտեղ էլ հասկանայիր։ Լավ, նստի մեքենան, այսօր մի հատ շատ լավ տեղ եմ քեզ տանելու։ Չեմ գալիս։ Ես չեմ հարցնում գալիս ես թե չէ, ես ասում եմ նստի մեքենան։ Չէ, որ դու սկսել ես քեզ սենց վստահ պահելը իմ մեղքն է։ Ես գիտեմ, որ դու շատ բարդ կյանք ես ունեցել։ Ապրել ու մեծացել ես մանկատանը։ Ստեղ հարազատներ, բարեկամներ չունես։
Հիմա զարմանում ես, չէ՞ որ այս ամեն ինչը ես որտեղից եմ ճշտել, իմացել քո հետ կապված։ Այ որ նստես մեքենան, ես քեզ խոսք եմ տալիս։ Ամեն ինչ կասեմ։ Ու եթե այդքանից հետո չես ցանկանա իմ հետ շփվել, խնդիր չկա։ Այն անգամ էլ նույնը ասացիր։ Բայց տեսնում ենք, չէ՞։ Տեսնում ես։ Ու գիտես ինչի համար։ Որտեվ այսքան ժամանակ աչքերիս մեջ չնայեցիր, ասես որ չգամ հետևից հետ։ Մեղավորությունը քոնն է։ Բայց եթե մանա այսքանից հետո դու չես ցանկանում խոսենք ու դու հասկանաս թե այս ամեն ինչը ես ինչի համար եմ ճշտել, խնդիր չկա, ես կգնամ։ Համել աշխատանքի մեջ ես, քեզ չխանգարում։ Այս ծաղիկներն էլ քոնն են։ Դու գիտես այս կյանքում ինչքան հետաքրքիր բաներ կա։ Այս աշխարհում ինչքան բաներ կա, որ դու չես տեսնելու։ Ու հանուն ինչի։ Հնարավորություն եկե կանգնելա կողքդ։ Օրինակ եղելա չէ կյանքում, որ մտածես դու ավելին ես արժանի։ Օրինակ քո տարիքի աղջիկներին նայել ես, մտածել ես, լավ, ինչով եմ իրանցից պակաս։ Իրանցից լավն եմ, իրանցից սիրուն եմ։ Եղելա չէ։ Ես քեզ երթվում եմ, այսօր շատ լավ օր ես ունենալու։ Նստի մեքենան։ Գործիդ մասով ես կզգուշացնեմ, մի նեղվի։ Ասագոր։ Հա ինչ արեցիր։ Ոչ մի բան, այստեղ եմ, դեռ սպասում եմ։ Տուն մտավ, բայց դուրս չի եկել։ Ոչ էլ կգայ զուր ժամանակ է սպանում։ Բեր դու գլխիդ նոր փորձանք մի բեր, այդ տան կողմերից գնա, քանի չեն նկատել։ Կամ հասկանանք ինչ ենք անում։ Չէ, չեմ կարա։ Սպասելու եմ, որ դուրս գա։ Եթե դուրս չեկավ, ես եմ տուն մտնելու։ Իմ համար արդեն մեկ է, թե ինչ կլինի։ Ցնդել ես, դու պատկերացնում ես ինչ կլինի, որ տուն մտնես։ Ես շատ լավ պատկերացնում եմ, թե բաժանմունք գնամ ինչ կլինի։ Դրանց ձեռից այս անգամ չեմ բրցնի։ Գիտես, ես իմ սիրած տեղն է, որը միշտ մենակ եմ լինում, գալիս եմ ստեղ։ Դա այսօր բացառություններ։ Չգիտեմ ինչի կամաց քեզ ուզում եմ մոտ թողնել։ Իսկ ես անկախ իմ կամքից քեզ մոտ եմ թողել։ Դու իմ կյանքի մասին այնպիսի բաներ գիտես, որ շատերը շրջապատումս չգիտեն։ Չգիտեն, որովհետև չեմ կիսվում, չեմ ասում, որ չխղճան։ Որ ինձ տեսնելուց չմտածեմ, որ ես մեղք եմ։ Բայց դու ինձանով հետաքրքրվել ես ու իմացել ես իմ մասին ամեն ինչ։ Կարելի է ասել, ես քո մոտ ներք եմ ու անձեն։ Բայց ես վատ բան չեմ արել։ Հանդիպել եմ սիրուն աղջկա, դուրս եկել եմ, մտել եմ սիրտես, փորձել եմ ճշտեմ, նորմալ է, չէ՞։ Հետաքրքրվել եմ ու դրանից հետո հասկացել եմ, որ քեզ այս աշխարհում պետք է ամեն ինչ ցույց տամ, փոխեմ քո կյանքը։ Ման, ես հասկանում եմ, դու մանկությունում բավարար ուշադրություն չես ստացել։ Ու այն ինչը չես ստացել փոքր ժամանակ, պարզ է, որ հիմա ամեն ինչ քո մոտ պակաս է։ Իսկ դու ինձ հարցրել ես, ես ուզում եմ քեզանից ստանալ այդ ուշադրությունը, թե չէ։ Բայց դու ո՞նց ես պատկերացնում։ Ես գամ քեզ հարցնեմ, գիտես ինչ կա, քեզ հավանել եմ, կարամ քեզ մոտենամ, կամ կարամ քո հետևից գամ, ծաղիկներ նվիրեմ, կարծում եմ նորմալ չի, չէ՞ ման։ Դու սիրարված աղջիկ ես, նշանած ունես։ Ո՞նց ես պատկերացնում, նշանածդ պայքարելուց առաջ գար քեզանից թույլտվություն հարցներ քայլեր անելու համար։ Կլինի Հարութի անունը ընդհանրապես չտաս։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ դու իր մասին խոսում ես։ Ու հիմա էլ ստեղ նստած ես ինձ շատ վատ եմ զգում, որ իրան այդքան սիրելով լսում եմ քո խոստովանությունները։ Խնդրում եմ մի պահ պատկերացրա, որ դու ունես նշանած։ Ու քո սիրած աղջիկը տարվում է ինչ-որ տղամարդով։ Նստած իրան է լսում։ Քեզ ո՞նց կզգայիր։ Լսի,
Իմ նշանածը կյանքում իմ կողքից ոչ մեկի չէր նայի, բարձա քեզ։ Ու սենց օրինակներ էլ ինձ չբերես, ման է, իմ դուրը չի գալիս, ես սենց բաներ չեմ սիրում, ներվայնանում եմ։ Ինչի սենց կտրուկ փոխվեցիր։ Բոլորս էլ մարդ ենք, ոչ մեկս իդեալական չենք։